Լուծենք y' plus px y հավասար է qx առաջին կարգի գծային դիֆերենցիալ հավասարումը, որտեղ բնություն անդադար ֆունկցիաներ են որևէ AB հատվածի վրա։ Այս հավասարումը լուծելու համար մենք նախ դիտարկում ենք համապատասխան համասեռ հավասարումը, որը ունի հետևյալ տեսքը, այսինքն նախ լուծում ենք այս հավասարումը, իսկ այս հավասարումը լուծելու համար ընդամենը պետք է հավասարումը գրել dy dx հավասար մինուս px y տեսքով ու նկատել, որ սա անջատվող փոփոխականներով դիֆերենցիալ հավասարում է։ Անջատենք փոփոխականները մինուս px dx եւ ինտեգրենք։ Ինտեգրելով ձախ մասում ստանում ենք լոգարիթմ մոդուլ y, աջ մասում ուղղակի ստանում ենք ֆունկցիայի p ֆունկցիայի, մինուս p ֆունկցիայի ինչ-որ նախնական։ Իհարկե ստանում ենք ենթադրությամբ, որ y-ը 0 չի, այսինքն բաժանելու ժամանակ այստեղ գրում ենք, որ y-ը հավասար չէ 0-ի, քանի որ y հավասար 0-ի դեպքում բաժանում չենք կարող անել, բայց կարելի է նկատել, որ y հավասար 0-ն ինքը հավասարման լուծում է։ Այստեղից, այս վերջին տողից y աստիճան բարձրացնելով երկու կողմը ստանում ենք y-ի մինուս ինտեգրալ px dx, իհարկե քանի որ նախնականները մի հատ չեն, անվերջ բազմություն են կազմում, մենք այստեղ կարող ենք պայմանավորվել, որ ինտեգրալով գրված է ընդամենը մի նախնական ֆունկցիայի ու որպեսզի արտահայտենք բոլոր նախնականները, այստեղ ավելացնում ենք պլյուս c, ընկերպ այստեղ, եւ սա կարող ենք գրել y-ից անգամ y-ի մինուս ինտեգրալ px dx տեսքով։ Մոդուլից ազատվելով հավասարման լուծումը կարող ենք գրել y-ը հավասար է c1 անգամ y-ի մինուս ինտեգրալ px dx տեսքով, որտեղ c1-ը հավասար է պլյուս մինուս y-ի c-ի, այսինքն իրականում, քանի որ c-ն կամայական է, c1-ը կամայական 0-ից տարբեր իրական թիվ է։ Նաև նկատելով, որ c1-ը 0 տեղադրելով ստանում ենք y հավասար 0 հավասարման լուծումը, կարող ենք ուղղակի այստեղ գրել, որ c1-ը պատկանում է իրական թվերի բազմության։ Անհամասեռ հավասարումը լուծելու համար մենք վերցնում ենք համասեռ հավասարման լուծումը ու ենթադրում ենք, որ c1-ը ոչ թե հաստատուն է, այլ x-ից կախված ֆունկցիա։ Այսինքն որոնում ենք y' պլյուս px y հավասար է qx հավասարման լուծումը հետևյալ տեսքով. y(x)-ը հավասար է c1x y մինուս ինտեգրալ px dx։ Ածանցելով, նախ ածանցյալը հաշվենք y-ի, ստանում ենք c1'x y մինուս ինտեգրալ px dx, գումարած c1x անգամ այս ֆունկցիայի ինտեգրալը, որը հավասար է մինուս px անգամ y մինուս ինտեգրալ px dx։ Ու տեղադրելով այս հավասարման մեջ ստանում ենք c1' անգամ y մինուս ինտեգրալ px dx, գումարած c1x մինուս px y մինուս ինտեգրալ px dx, գումարած px անգամ yx,
հավասար է qx։ Եվ նկատելով, որ այս երկու գումարելիները իրար հակադիր են, ստանում ենք c1-x ու երկու կողմը հավասարման բազում պատկում ենք ալճիշտ բաժանում ենք այս մեծության վրա, y-ի մինուս ինտեգրալ px-ի վրա և ստանում ենք c1-x-ը հավասար է qx անգամ y-ի ինտեգրալ px dx, որտեղից c1x-ը հավասար է այս աջ կողմում գրված ֆունկցիայի որևէ նախնական գումարած c։ Եվ տեղադրելով y-x-ի մեջ ստանում ենք հավասարման վերջնական լուծումը։ y-x-ը հավասար է c անգամ y-ի մինուս ինտեգրալ px dx գումարած y-ի մինուս ինտեգրալ px dx բազմապատկած ինտեգրալ qx y-ի ինտեգրալ px dx։ Որպես օրինակ դիտարկենք y' պլյուս 2xy հավասար է x խորանարդ հավասարումը։ Ինչպես տեսանք, այս հավասարումը լուծելու համար նախ պետք է դիտարկել համապատասխան համասեռ հավասարումը։ Իսկ այս հավասարումը լուծելու համար պետք է հավասարումը գրենք այս տեսքով և y' փոխարեն ավելի հարմար է գրել dy dx, որպեսզի փոփոխականների անջատում անենք։ Ենթադրելով, որ y-ը 0 չի, կարող ենք արտահայտությունը գրել, հավասարությունը գրել այս տեսքով և երկու կողմերը ինտեգրել։ Ինտեգրելով կստանանք ձախ մասում լոգարիթմ մոդուլ y, աջ մասում մինուս x քառակուսի պլյուս c, որտեղ c-ն կամայական հաստատում է, պոտենցիալով երկու կողմը կստանանք մոդուլ y հավասար է y-ի մինուս x քառակուսի պլյուս c և միանգամից մոդուլը հանելով գրենք c1 y-ի մինուս x քառակուսի, որտեղ c1-ը y-ից են կամ մինուս y-ից են կախված մոդուլի նշանից, այսինքն էլի նկատելով, որ y նույնաբար հավասար է 0 ֆունկցիան ևս այս հավասարման լուծումը, ուղղակի կարող ենք այստեղ գրել, որ c1-ը կամայական իրական թիվ է։ Համասեռ հավասարումը լուծելուց հետո արդեն կարող ենք լուծել անհամասեռ հավասարումը այսպես կոչված հաստատումների վարիացիայի մեթոդով, այսինքն ենթադրում ենք, որ c1-ը ոչ թե հաստատում թիվ է, այլ x-ից կախված ֆունկցիա և հավասարման լուծումը որոնում ենք c1x անգամ y-ի մինուս x քառակուսի տեսքով, ածանցենք ֆունկցիան, ստանանք c1'x y-ի մինուս x քառակուսի պլյուս c1x անգամ մինուս 2x y-ի մինուս x քառակուսի ու պետք է տեղադրել հավասարման մեջ։ c1'x y-ի մինուս x քառակուսի պլյուս c1x անգամ մինուս 2x y-ի մինուս x քառակուսի գումարած 2x անգամ yx, այսինքն 2x անգամ c1x y-ի մինուս x քառակուսին հավասար է x խորանարդի։ Նկատում ենք էլի, որ այս երկու գումարելիները իրար հակադիր են, գումարը 0 է տալիս ու արդյունքում մնա c1'x y-ի մինուս x քառակուսին հավասար է x խորանարդի, այսինքն c1'x-ը հավասար է x խորանարդ անգամ yx քառակուսի և մեզ մնում է այս ֆունկցիան ինտեգրել c1x-ը ստանալու համար։ x խորանարդ yx քառակուսի dx ֆունկցիան ինտեգրելու համար կարող ենք x խորանարդը տանել d-ի տակ կատարել փոփոխականի փոխարինում, այսինքն x-ի քառակուսին
Եթե նոր տառով նշանակենք, ստանանք 1/4 ինտեգրալ u du քառակուսի, որը կարող ենք գրել 1/4 1/2 ինտեգրալ u du, այստեղ մասերով ինտեգրում կանենք, u-ն ինտեգրալի մեջ տանելով և կստանանք 1/2 անգամ ու անգամ u հանած ինտեգրալ u, որը հավասար է u-ի և վերջում մնում է u-ի փոխարեն տեղադրել x քառակուսին և իհարկե չենք մոռանում c-ն 1/2 x քառակուսի x քառակուսի հանած x քառակուսի պլյուս c։ Տեղադրելով այստեղ արդեն կստանանք հավասարման վերջնական լուծումը։ c անգամ մինուս x քառակուսի գումարած 1/2, այստեղ ունենք x քառակուսի 1 անգամ x քառակուսի, որը կրճատվելով մինուս x քառակուսու հետ կստացվի x քառակուսի մինուս 1 և այս բանաձևով կտրվի մեր հավասարման ընդհանուր լուծումը։